Կամայական զայրացած մարդու առջև դրեք հայլի, ու ինքը կդադարի զայրանալ։ Ինչու՞։ Որտեվ ինքը իրան հայլու մեջ դուր չի գա։ Այդ իր այլայլված դեմքը, այդ իր ջղաձգված այդ մկանները, այդ երակները, այդ աչքերի արտահայտությունը եւ կմտնի մի կոմպոնենտ քննադատություն սեփական անձի նկատմամբ։ Այսինքն կբերենք բանականությունը, իր դեմը կդնենք։ Կամայական տեղ ես ունեցել եմ այդպիսի մի փորձ Հայաստանում, մի ռեյտինգային խանութում մանուտ չեմ տա, որտեղ 90-ական թվականներին այդ լարված հոգեկան իրավիճակներում անդադ կոնֆլիկտներ էինք ունենում ու խանութի տիրոջ հետ մենք այդպիսի մի խնդիր լուծեցինք, հայլի դրեցինք մեծ ու այդ աղջիկներին գործակատարներին խնդրեցինք կոնֆլիկտի ժամանակ ուղղակի այնպես շուտ գալ, որ այդ մարդը հայլու մեջ իրան աչքի պոչով նկատի, կոնֆլիկտները վերացան։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ То есть այդ վիճակը, այդ քո այլայլված դու սկսում ես քննադատականության, դու չես սկսում ես ուղղել քեզ։ Վերջ, բրծա։ Դու չես տրվում այդ զայրույթին, դու չես գնում դրան, դու չես սպանում այլևս։ Սո հայլային արտապատկերում քո զայրույթի, որը քեզ դուրեկան չի։ Ու ես չեմ ճանաչում որևէ մեկին, ում եթե կողքից իր զայրացած վիճակը ցույց տաս ինքը չամաչի։